20 տարի առաջ Ստեփանակերտի բարձունքներից մեկում դրվեց Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարի հիմնաքարը։ Այս հոյակապ կառույցի ծրագիրը կյանքի կոչվեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ։ Քաղաքն այդ ժամանակ եկեղեցի չուներ, բայց կառուցվող տաճարի զանգերը պիտի հնչեին բարձունքներից, խորհրդանշելով համայնքի հոգևոր վերածնունդը։ Մարդիկ գալիս ժամերով հերթ են կանգնում, դա գիտեք խոչընդոտ էլի հավատացյալ մարդկանց համար։ Սա կթեթևացնի այդ բեռը։ Նախ հոգևոր կյանքը կաշխուժացնի, սա էլ կլինի մի նոր լավ միջոց պայքարելու ընդդեմ աղանդավորների կամ մոլորվածների։ 13 տարի տևեց Ստեփանակերտի Մայր տաճարի կառուցումը, որը կոչված էր դառնալու քաղաքի ճարտարապետական եւ հոգևոր կարևոր կենտրոններից մեկը։ Տաճարը, որի ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է, աչքի էր ընկնում իր տպավորիչ չափերով՝ 35 մետր բարձրությամբ, 24 մետրանոց զանգակատնով։ Հիմնարկեքի օրվանից 13 տարի անց 2019 թվականի ապրիլի 7-ին Սուրբ Աստվածածնի ավետման տոնին տաճարը հանդիսավորությամբ օծվեց կրկին Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ։ Մենք հավատում ենք, որ այս եկեղեցին իր օրհնության ներքո պիտի համախումբ պահի մեր ազգի զավակներին, նրանց պիտի ոգեշնչի նոր իրագործումների, նոր հաղթանակների։ Այժմ հսկայական տաճարը, որը կարծես վերևից հսկում էր Ստեփանակերտը, այլևս չկա։ Ադրբեջանցի վանդալների թիրախում հայտնվել է նաև այս եկեղեցին։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հրապարակել է փաստեր, ըստ որոնց Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարը հիմնահատակ ավերվել է։ Տաճարի ավերումը, ըստ Ավանեսովի, պատահական չէ, սա նպատակային քաղաքականություն է Արցախում հայկական հետքերը վերացնելու համար։ Տաճարի ավերումը հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին եւս մեկ անգամ բացահայտորեն ցույց է տալիս Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունն ու նրա իրական դիմագիծը։ Ավանեսովի խոսքով Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի Մայր տաճարի ավերումը միակ դեպքը չէ։ Նա նշում է, որ համացանցում հայտնված տեսանյութերի եւ արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը թույլ է տալիս խոսել նաեւ առնվազն եւս 6 եկեղեցիների հիմնահատակ ավերման մասին։ Սվետլանա Պետրոսյան, ABC Media։